Ողջույն մոնեջորը դեպքի ես Ալեքսը դուք գտնում եք իմ Alex TV YouTube կանալում։ Ուրեմն այսօրվա մեր տեսանյութը մեր ալիքի 100-րդ հոբելյանական տեսանյութն է։ Եվ ես չէի կարող նկարանալ ինչ-որ հերթական սովորական բնույթի տեսանյութ, այդ պատճառով որոշեցի, որ այս տեսանյութում պետք է պատասխանեմ ձեզ հետաքրքրող հարցերին։ Քանի որ մեր ալիքը ունի արդեն 7000 բաժանորդ, որի համար շատ շնորհակալ եմ ձեզ, բայց դուք ինձ այդքան էլ լավ չեք ճանաչում, այսինքն ընդհանրապես չեք ճանաչում։ Եվ ես որոշեցի, որ այս հարցերի միջոցով դուք ինձ կցեք ավելի լավ ճանաչել։ Սոփշեստվայի բաժնում խնդրել էի, որ ինձ հարցեր գրեք եւ դուք շատ հարցեր եք գրել, որի համար կրկին շնորհակալ եմ ձեզ եւ այժմ ես կպատասխանեմ այդ հարցերին։ Բայց միշտ պատասխանելն ասնելը խնդրում եմ փոքր տեսանյութը բաժանորդագրվեք ալիքին, դրեք լայքեր, որպեսզի շատ շուտով հասնենք 10000 բաժանորդ։ Դե ինչ, սկսենք։ Ուրեմն առաջին հարցը տվել է Արփին Հարությունյանը։ Ռեալ Մադրիդ թե Բարսելոնա։ Ուրեմն ես ֆուտբոլ սկսել եմ սիրել 4 տարեկան եթե չեմ սխալվում եւ այդ պայից սկսած ես Բարսելոնայի երկրպագու էի։ Մինչեւ մոտ 7 տարեկանը այդ ժամանակվանից սկսած ես սկսեցի սիրել Ռեալ Մադրիդը եւ մինչ օրս էլ երկրպագում եմ Ռեալ Մադրիդին։ Սակայն Ռեալ Մադրիդը հիմա իր խաղով մեղմ ասած չի փայլում։ Անցնենք երկրորդ հարցին։ Ուրեմն Leo Football 2015-ը հարցնում է. Ծնունդդ երբ է եւ երբ ես դարձել 1000 հետևորդ։ Հիմա մեկ-մեկ պատասխանեմ։ Ուրեմն ծնունդս մայիսի 3-ին է։ Դա նաեւ կարող եք իմանալ իմ ալիքի 5 տեսանյութեր դիտելով, քանի որ տեսանյութերից մեկում իմ ծնունդի նվերներն եմ բացել։ Իսկ 1000 հետևորդ դարձել եմ մոտ 2 տարի առաջ։ Ուրեմն հաջորդ հարցը։ Կարեն TV-ն հարցնում է. եթե քո մոտ բլոգերությունը չստացվի, ինչ մասնագիտություն կընտրես։ Նախ ասեմ, որ բլոգերությունը իմ մոտ արդեն ստացվում է, եւ եթե այս տեմպերով մենք առաջ գնանք, ինձ չի թվում, որ ես YouTube-ից կհեռանամ մի օր, բայց ամեն դեպքում, եթե ինչ-որ մի կերպ այդպիսի բան ստացվի, ապա դեռ չեմ որոշել իսկ մասնագիտություն եմ ընտրելու։ Տատանվում եմ 2-ից 3 մասնագիտությունների մեջ, բայց դեռ չեմ կողմնորոշվել։ Երբ կողմնորոշվեմ, անպայման ձեզ տեղը կպահեմ։ Ուրեմն Կարեն TV-ն 3 հարցեր տվել, որոնցից առաջինը կարդացի, հիմա երկրորդը, ինչու որոշեցի դառնալ բլոգեր։ Ուրեմն այս հարցը մի քանի անգամ են գրել, հիմա միանգամից մեծամասշտաբ պատասխանեմ եւ անցնենք առաջ։ Հարցը պատասխան վիդեոներից մեկում կրկին պատասխանել եմ այս հարցին։ Ուրեմն 2016 թվականն էր։ Ես 4-5 տարեկան էի եւ մենք գնում ենք պապայիս ընկերոջ տուն։ Նստած հեռուստացույց ենք նայում եւ նրա տղան ասում է, որ ես քեզ կնկարեմ, կգցեմ YouTube ու քեզ հեռուստացույցով կտեսնենք։ Ես չեմ հավատում, քանի որ 4 տարեկան երեխա եմ, ես այդ ժամանակ մտածում էի, որ YouTube-ում վիդեո գցելու համար ինչ-որ փողեր պետք է ծախսես, չգիտեմ ինչեր անես, ու ասացի չեմ հավատում։ Անցնում է 2 րոպե, ես ինձ տեսնում եմ հեռուստացույցով։ Մի զարմանք, ինչ մտածում եմ ինչ իրոք ոնց արեց։ Ու ես իրան ասում եմ, դե որ դու կարացար, ես էլ կկարանամ։ Իրան նկարում եմ ու փորձում եմ գցեմ YouTube։ Իմ մոտ չի ստացվում։ Ես մտնում եմ ինչ-որ настройки կով, չգիտեմ որտեղ եմ, որ չգիտեմ, որ մի հատ պլյուսի վրա պետք է սխնես, որպես գցես վիդեո, չէ։ Անջվում եմ հիմա, մտնում եմ Google-ով, ես որտեղներով ու դրանից հետո 2 շաբաթ շարունակ փորձում եմ այդ վիդեոն գցեմ YouTube։ Իմ մոտ չի ստացվում։ Անցնում է ինչպես ասացի 2 շաբաթ ու ես հույսս ստորցնում եմ, էլ ասում եմ ոչինչ գրողին լինի ու շարունակում եմ ապրել իմ կյանքով։ Անցնում է մի ամիս, իմ քույրը ինձ տանջում է։ Ինչ ա եղել, ցույց է տալիս իմ ալիքը, որտեղ կա 21 վիդեո։ Ու 21-ն էլ այդ տղայի վիդեոն է, որ ես իրան նկարել եմ։ Այսինքն ես որ 2 շաբաթ չարչարվել եմ, իմ մոտ ստացվել է, ուղղակի ես չեմ հասկացել, որ ստացվել է։ Ու այդ բանից կցած ես ջնջում եմ այդ 21 վիդեոն ու արդեն շարունակում եմ իմ ճանապարհը։ Այդպես տարօրինակ ձևա սկսվել իմ պատմությունը ու ինձ թվում է նաև հետաքրքիր։ Հաջորդ հարցը՝ քո սիրած զբաղմունքը։ Որոնք ես ասեմ ինչ-որ սիրած զբաղմունք չունեմ, որ ասենց զբաղված չլինեմ ու որոշեմ, որ դա պետք է անեմ, անդադ սպասեմ այդ անելու։ Չէ, երևի թե սիրում եմ զբոսնել ընկերներիս հետ, այդ միակ բանն է, որ ցանկացած ազատ ժամանակ կարող եմ մեծ աճույքով անել։ Հաջորդ հարցը Թագուհի 704-ը հարցրել է. քանի տարի ես որոշել YouTube-ով զբաղվել։
այսինքն ինչեւ քանի տարեկան, ուրեմն ես կոնկրետ տարիք չկա, որ որոշել եմ ինչեւ այս տարիքը կզբաղվեմ ու վերջ, չէ, բայց երևի թե ինչեւ չափահաս դառնալը կզբաղվեմ, ու եթե հասկանամ, որ իմ մոտ ստացվում է ու գործերս առաջ են գնում, ուրեմն ինչեւ վերջը կշարունակեմ, բայց եթե զգամ, որ ինչ որ ես ձեզ էլ հետաքրքիր չեմ կամ չգիտեմ նման բան, ուրեմն կամաց կթողնեմ YouTube-ը, քանի որ արդեն մտնում եմ մեծնանք ու եթե չի ստացվում, արդեն պետք է ուրիշ գործով զբաղվեմ, որ ապագայում հասկացեք արդեն։ Հաջորդ հարցը պրոֆեսորը հարցրել է, եկել է մի պահ, որ ցանկացել ես փակել ալիքը։ Անկեղծ ասած, հա, եկել է այդպես պահ ու ինձ թվում է բոլոր յութուբերների մոտ այդպես պահ եկել։ Ուրեմն երբ ես նոր էի զբաղվում այս ամեն ինչով, ինձ բոլորը օչից, ծախից, բոլոր կողմերից ասում էին, որ անիմաստ բանով ես զբաղվում, քանի ուշ չի փակի տանիքդ, իմ նույնիսկ մոտիկներն էլ, հարազատները, ընկերներն են ասել, ես բոլորի կողմից ճնշվում էի ու մի պահ եղել է, որ ես արդեն մտածում էի, որ այդ պահը եկել է ու ես պետք է փակեմ, բայց չէ, ես երկար մտածումներից հետո որոշում կայացրեցի ու հետ կանգնեցի այդ մտքից, որ համար շատ ուրախ եմ հիմա։ Ու ինձ ձեզ խորհուրդ ձեր կյանքում ոչ մեկին լսեք, եթե ձեզ ինչ-որ մեկը ասում է, չէ, մի արա այդ ամոթա կամ չգիտեմ ինչ, դուք առաջինը ձեզ լսեք, դուք ուզում եք դրանով զբաղվել թե ոչ։ Միջայլոց ասեմ, որ իմ ալիքը 2 անգամ ամբողջությամբ ջնջվել է, պատկերացնում եք, ամբողջությամբ ու չգիտեմ ոնց ինձ հաջողվել է 2 անգամն էլ լրիվ հետ բերել ալիքը։ Հաջորդ հարցը, ուրեմն Nano My World-ը հարցնում է, քանի տարի է, որ Edge-ը գործում է, կոնկրետ այս Alex TV Edge-ը 2018 թվականին է բացվել, բայց ես սկսել եմ YouTube-ում վիդեոներ նկարել 2016 թվականից, այսինքն համարյա 10 տարի, պատկերացնում եք։ Ուրեմն Mardil-ը հարցնում է, որն է քո սիրելի եղանակը, բլոգերը սիրում ես YouTube-ը։ Մի քիչ օրինակ էր գրված, որն է իմ սիրած եղանակը, ամառն է իմ սիրած եղանակը, իսկ որ բլոգերը սիրում ես YouTube-ը, անկեղծ ասած այս հարցը չհասկացա, ավելի հստակ գիրեք կոմենտներում կփորձեմ պատասխանել։ Հաջորդ հարցը, դու քանի տարեկան ես, ես այս բանին 14 տարեկան եմ։ Հովո 2013-9-ին հարցրել է, ինչը քեզ ստիպեց, որ դառնաս YouTuber։ Արդեն պատասխանեցի այս հարցին, օրինակ պատմությունը լսեցի։ Ինչ նոր կոնտենտ կմտցնես քո լսարան։ Այս հարցով կխնդրեմ օգնեք ինձ, կոմենտներում գրեք, թե ինչ կհետաքրքրի ձեզ, ես տարբեր բաներ եմ փորձում այս պահին, որպեսզի հասկանամ, թե կոնկրետ որ կոնտենտն է ձեզ դուր գալիս, որպեսզի շարունակեմ այդ կոնտենտը։ Հաջորդ հարցը, Օմ Սարգսյանը հարցնում է, ինչպես դառնալ հայտնի յութուբեր։ Հայտնի յութուբեր դառնալու համար ուղղակի պետք է աշխատել, չարչարվել ու վիդեոներ նկարել։ Ես հիմա վստահ եմ, եթե իմ ալարկոտություն չլներ, մենք հիմա վաղուց 10,000 բաժանորդ էինք։ Իսկ ինչպես դառնալ հայտնի յութուբեր, ինչպես ասացի, ուղղակի նկարես ու մի օր բախտը քեզ կժպտա։ Իմ վիդեոների դիտումները 500 դիտումից ավել չէին լինում երբեք, բայց սովորից մի օր մի հատ վիդեո գցեցի, հասավ մի քանի տասնյակ հազար դիտում, ու այդ պայից սկսած իմ տեսանյութերը հազարավոր դիտումներ են ավակում։ Այնպես որ այս ամեն ինչը կախված է բախտից, նույնպես եմ ասում։ Ինչքան էլ դու չարչարվես, եթե բախտ չունեցար։ Հաջորդ հարցը էլի Ամ Սարգսյանն է տվել, ինչ նկարահանող սարք օգտագործել YouTube-ում։ Արտադիր չի, որ քո նկարահանող սարքը լինի ինչ-որ պրոֆեսիոնալ, մի քանի $1000-անոց ինչ-որ կամերա, դու կարաս նկարես ինչ-որ լավ, որակով նկարող հեռախոսով։ Օրինակ iPhone։ Ես տենց iPhone էլ չեմ հանդիպել, որ լավ լուսավորության ժամանակ վատ նկարի։ Հաջորդը Մերին հարցնում է, որն է քո սիրելի երգը։ Սիրելի երգ, տենց որ ամենաշատն եմ սիրում, չունեմ, չեմ հիշում ինչ-որ տենց երգ, որ բոլորի շատ սիրեմ։ Հաջորդը Մերուժան Ասլանյանը հարցնում է, որ յութուբերն ես սիրում, որն է քո սիրած հոբին, որի դասարան ես, որ յութուբերն ես սիրում, մի քիչ անկեղծ պատասխանեմ, Հայաստանում չկա տենց յութուբեր, ով տենց վիդեոներ է նկարում, որ տենց նայեմ ու դուրս իրոք գա,
Այդ պատճառով ես հայկական YouTube համարյա չեմ նայում, ես նայում եմ ռուսական եւ ամերիկական YouTube ու ռուսական YouTube-ից կարող եմ առանձնացնել Ասխաբ Թամաևին, ովքեր որ գիտեն, ինքը այդ վիդեոյի միտքը առաջացավ իր գլխում, ինքը այդ վիդեոյի միտքը մինչև վերջի կաթիլը քամում է, այսինքն ինչքան կարա ինքը այդ միտքը օգտագործում է վիդեոների համար։ Մի մտքից կարա ինքը մի 10 հատ վիդեո նկարի ու նես չլինի որ ձանձրացնեն այդ վիդեոները, չէ։ Մի խոսքով, եթե ուզում եք գնացեք նայեք կհասկանաք խորհուրդ եմ տալիս։ Որն է քո սիրած հոբին, ինչպես ասացի, տենց սիրած հոբի չունեմ։ Որերորդ դասարան ես, ես 9-րդ դասարան փոխարինվեցի։ Պրոֆեսոր, որտեղ ես ապրում։ Հովոն հարցնում է, դու երգ մի օր կհանես։ Ժողովուրդ, հստակ պատասխանը ոչ, որտեղ ժողովուրդ իմ համար սխալ է որ մի մարդ զբաղվի է նրանով, ինչի տաղանդը ինքը չունի։ Հայաստանում շատ մարդիկ ես քնից լինում են, որոշում են, որ իրենք երգեն։ Բայց իրենք ձեն չունեն, տաղանդ չունեն, ինչի անիմաստ աղավաղեն կուլտուրաներ։ Գիտեմ, ինձ թվում է իմ հետևորդների մեջ էլ կան այդպիսի մարդիկ, քանի ուշ չի հետ կանգնեք այդ ճանապարհից, իսկ եթե դուք իրոք լավ ձայն ունեք, ուրեմն մինչև վերջ առաջ գնաց։ Իմ կարծիքը այդպիսին է, որ եթե մարդ ունի օրինակ դերասանական տաղանդ, ինքը պետք է զբաղվի դերասանությամբ, բայց օրինակ հայկական ֆիլմերում ինչ են կանչում երգիչների որպես դերասան, ես ուղղակի չեմ հասկանում։ Որն է քո սիրելի սիթքոմը։ Ինձ թվում է շատերը իմ կարծիքի հետ կհամաձայնվեք, որ Քարե Դարդեից, Full House-ից, Domino-ից, երևի այսքանից հետո մակարդակով սիթքոմ դուրս չի եկել։ Այդ մի քանիսն են, որ մինչև այսօր էլ բոլորս նայում ենք ու չենք օգնում։ Ուրեմն հաջորդ հարցը որն է քո սիրելի ֆիլմը։ Դե շատ եմ սիրում ֆիլմեր ու սերիալներ նայել ու շատ եմ նայել, բայց առանձնացնեմ երևի սերիալներից Cobra Kai-ը, որը Netflix-ի կողմից նկարահանված սերիալ է, կարատեի մասին, ինքը շատ երկար ու հետաքրքիր պատմություն ունի, 40 տարվա պատմություն ունի այդ սերիալը, խորհուրդ եմ տալիս բոլորդ նայեք։ Իսկ ֆիլմ երևի Marvel-ի բոլոր ֆիլմերն էլ լավն են, կոնկրետ Spider-ություն չեմ հիշում հեն ֆիլմը, որը որ շատ եմ սիրում։ Ուրեմն հաջորդ հարցը որն է քո սիրելի գույնը։ Այդ սիրելի գույնը հարցնելն է իմ համար մի չարաբերական է, որովհետև օրինակ ես կարամ ասեմ օրինակ սև, բայց օրինակ սև շոր չսիրեմ օրինակ, կամ ասեմ օրինակ կապույտ, բայց կապույտ մեքենա օրինակ չսիրեմ, որպես գույն, որ տեսնում եմ այդ գույնը ու սիրում է, երևի կամ փիրուզա գույնը, Tiffany գույնը, կամ կապույտը, չգիտեմ։ Եվ մեր վերջին հարցը, որն է քո սիրելի մեքենայի մակնիշը, 90%-ով Mercedes-ը։ Mercedes մակնիշը ունի ցանկացած տրամադրության, ցանկացած ոճի մեքենա։ Ու այդ մեքենայի որակից ես չեմ ուզում խոսում, ուղղակի։ Դե ինչ այսքանն էին հարցերը, եթե էլի հարցեր ունեք, գրեք այս տեսանյութի կոմենտներում, կպատասխանեմ արդեն հաջորդ հարց-պատասխան վիդեոյի ժամանակ, որը կնկարեմ պարզ չի երբ։ Իսկ ձեզ հետ ես Ալեքսը բաժանորդը գրվեք ալիքին դերեք լայքեր, տեսնենք, պատասխան։